Մարմարիկ գյուղում արդեն մեկ շաբաթ է շարունակվում են երկուամյա Տիգրանի որոնումները, դրանք առավելապես կենտրոնացած են գետում, սակայն դեռևս արդյունք չեն տվել։ Օրեր առաջ Մարմարիկ գետի հոսքը կանգնեցվեց, այնուհետև հատուկ նավակներ իջեցվեցին ջրի հատակն ամբողջ երկայնքով նկարելու համար, սակայն մինչ այս պահը որևէ նորություն չկա։ Անհետացած 2 տարեկան Տիգրանի պապիկը ևս չի հավատում, որ երեխան գետն է ընկել։ Նրան ըստ պապիկի գողացել են։ Նրա խոսքով տարածքում շատ մարդ է եղել, դեպի գետ ճանապարհն էլ շատ կարճ չէ, ու դժվար երեխան այդ կարճ ժամանակահատվածում հասներ գետին։ Այս թելերը որ ձավոր են փաթած է, դրա վերջը խաղալուց է եղել։ Պապին ասում են, տեսա տեր, քարով սենց զավորը բերան խաղում էր իրան։ Ինձ ոնց կարելի սենց գերանցնել եթեր։ Հա իրանք չտեն, ինձ ժողովուրդը նստած 10 հոգի չտեսան երեխան գնաց գետ։ Դու հավի ճուճ չէր։ Երեխան էսյանի վրա է անհետացել, մի չգիտեմ, մենակ Աստված գիտի դրա տեղ։ Մենակ Աստված գիտի որտեղ է, ամեն ինչ մի կողմ դրած փրկարարները սրտացավ աշխատում են, որ գտնեն երեխային, բայց չեն կարողանում։ Մի բան անգամ չի հայտնաբերվել, թեկուզ երեխայի շորերից, կոշիկներից, այնքան էլ վստահ չեմ, որ գետում կլինի, նշում է պապը։ Ես այդքան էլ վստահ չեմ, որ գետում կլինի, քանի որ չենք կարող ասենք, չենք տեսել վերջնականը որ կողմն է եղել, դրա համար էլ Պճկարում ես հաս, ես պճկարում ես ցես, այդ ծևի այդ բանը։ Զանգեր եղել են, ճիշտ է, եղել են, որ ասել են, օրինակ երկու անգամ տավու զանգել են, ասում է հենց միացրին, երեխու լաց եկավ, ձայնը, ու անջատեցին։ Դրանց հետո ինքը զանգել է, չեմ պատասխանել, հետո արգելափակել են հեռախոսը։ Հետո նորից է զանգ եկել նույն ձևի, նորից է լանջած է, բայց դե չգիտեմ էլ ինչ։ Ես հուսով սպասում ենք ինչ-որ մի։ Բայց ինչի են նստես նման բան արել, զանգել լացի ձայն միացրել։ Բայց դե չգիտեմ ինչ, այնքան մարդիկ կան, մարդ կա ուրիշի տխրության վրա են ուրախանում է։ Ինչ ասեմ, կարող է նման անասուններ էլ կան էլի, որ ուզում են ուրիշ բան չեմ ասում։ Լրագրող Նարեկ Կիրակոսյանի հետ զրույցում նա նաև պատմել է, որ երեկ զանգել են իր որդուն Տիգրանի հորը և երեխայի լացի ձայն միացրել ու անջատել, և դա 2 անգամ։ Հետադարձ կապ հաստատել զանգողների հետ չի հաջողվել, արգելափակել են հեռախոսահամարը։ Թե ով կարող էր զանգել, պապը պատասխան չունի։ Էնքան մարդ կա, որ ուրիշի տխրության վրա երջանկանում է։ Մի անգամ էլ զանգել, ասել են ձեր երեխային հանում են երկրից։ Այդ ժամանակ էլ տեսանյութեր ենք ուղարկել, համեմատել են և հասկացել, որ տարբեր երեխաների մասին է եղել խոսքը, նշում է պապը։ Նրա խոսքով իրավապահները նույնպես տեղյակ են զանգերից և իրենց գործը կատարում են պատշաճ։ Մեկ անգամ էլ են նշում երեխան գետը չէր ընկնի ու միայն հույս ունի, որ երեխային գոնե չեն վնասի։ Գետն ընկնելու վարկածը կտրականապես հերքում է նաև հարևանը։ Էդ երեխուն ոնց որ այլ մոլորակայինները տարան, այդպես իր հոր ու պապի աչքի առաջից անհետացավ էդ երեխեն։ Առաջին օրվանից ման ենք գալիս, գետի մեջ ասեղ էլ գցեին, երևի արդեն գտել էինք, ասաց նա, պնդելով, որ ճանապարհը հարթ չէ և դեպի գետ քայլելիս հաստատ ընկնելու էր մի կերպ քայլող երեխան։ Լրատվամիջոցների հետ զրույցում Մարմարիկում անհետ կորած 2 տարեկան Տիգրանի հայրը նույնպես առավել հավանական է համարում այն տարբերակը, որ երեխային գողացել են, քան թե գետն է քշել ու տարել։ Հարցին ունեն թշնամի, որին կարող էին կասկածել, նա բացասական պատասխան էր տվել, ընդգծելով, որ ոչ մի թշնամի էլ չունի, մարդ էլ չկա, որ կկարողանա կասկածել։ Ոնց կարող էր էդ երեխան մոտ 20 րոպեի ընթացքում այնպես անհետանալ, որ թեկուզ մի հոգի տեսած չլինի, հարց է տալիս Տիգրանի հայրն ու այդպես էլ պատասխանը չի գտնում։
Մարմարիկ խոշորացված համայնքից բնակիչներից հրապարակին պատմել են, որ գյուղում տարիներ շարունակ անտեր վիճակ է եղել։ Գետը, որի ափին մարդիկ ապրում են, անգամ չունի ցանկապատ, իսկ պատ կառուցելու մասին մարդիկ չեն էլ կարող երազել։ Տեղացիները դժգոհում են, ասելով, որ եթե տեղական ինքնակառավարման մարմինների կողմից պատշաճ ուշադրություն լիներ գյուղի նկատմամբ, այժմ գետն ընկնելու վարկած չէր լինի։ Հրապարակը Մարմարիկի վարչական ղեկավար Արթուր Քարամյանին հարց է ուղղել, ինչու գետը նվազագույն ցանկապատված չէ, ում թերացումն է սա։ Վարչական ղեկավարը զարմացած տոնով ասաց, որ ոչնչից տեղյակ չէ եւ այժմ խիստ զբաղված է, չի կարող այդ հարցին անդրադառնալ։ Տպավորություն է, թե այդ հարցը շատ անկարևոր հարց է, իսկ վաղը չկա հավանականություն, որ մեկ այլ երեխա կարող է գետն ընկնել տարրական պայմանների բացակայության արդյունքում։ Կոտայքի մարզի Մարմարիկ գետի մոտ 20 կիլոմետրանոց երկայնքով շարունակվում են Մարմարիկ գյուղի բնակիչ երկուամյա տղայի որոնողական աշխատանքները։ Ինչպես դեպքի վայրից հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, աշխատանքներին ներգրավված են ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության, Կոտայքի մարզային փրկարարական վարչության փրկարարները, վարչության պետ Գևորգ Սեթրակյանի, վարչության պետի տեղակալ Ստեփան Ստեփանյանի և ՀՀՆԳՆ փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի ջոկատների հրշեջ փրկարարները, կենտրոնի ղեկավար Հայկ Նաղդալյանի գլխավորությամբ։ Երեխայի որոնողական աշխատանքներին մասնակցում են ոչ միայն Մարմարիկ, այլ նաև հարակից գյուղերի մեծ թվով բնակիչներ։ Օրեր շարունակ փրկարարներին են միացել նաև բազմաթիվ կամավորականներ, այդ թվում Ռաֆթինգ in Armenia և Հայաստանի զբոսաշրջային ռաֆթինգի ֆեդերացիայի մեծ թվով անդամներ։ Վերջիններս նույնպես շարունակում են որոնողական աշխատանքները անգամ գետի ուժեղ վարարման և անձրևի պայմաններում։ Ցավոք, մինչ այս պահը երեխայի հայտնաբերման վերաբերյալ որևէ լուր չկա։ Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել մայիսի 4-ի առավոտյան։ Երեխայի հայրը և պապիկը մեքենան սարքելիս են եղել, երբ հայրը երեխաներին, աղջկան և տղային տուն է ուղարկել, իսկ տունը եղել է ամենաշատը 50 մետր հեռավորության վրա։ Երբ դուստրը տուն է մտել, մայրը հետաքրքրվել է, թե տղան որտեղ է, իսկ 4 տարեկան քույրն ասել է, որ իր հետ չէ։ Ծնողները փորձել են ձայն տալ, գտնել, իսկ երբ թաղամասում փնտրելուց հետո չեն գտել, ահազանգել են փրկարարներին, որ գուցե երեխան գետն է ընկել։ Մինչ այժմ փրկարարներին չի հաջողվել գտնել երեխային։ Հիշեցնենք, որ փոքրիկ Տիգրանի անհետացման դեպքի հետ կապված իրենց տեսակետներն էին հայտնել նաև հայտնի էքստրասենսներ Սոսե Բաբայանն ու Վան Հարությունյանը։ Հարգելի հայրենակիցներ, մեր սիրելի Տիգրանի հայրիկ, մայրիկ, ամեն օր ես զգում եմ երեխային, այնպես չէ, որ հանգիստ նստած ոչ մի բան չեմ անում։ Գետին մոտենալն անհնարին է, 2 տարեկան երեխան մի քիչ քայլի, որ տեսնի շուրջը մարդ չկա, բարձր կլացի ու մեկի ուշադրությունն անպայման կհրավիրի։ Այս վարկածը մի քիչ պարադոքսալ է իմ համար, առաջին օրը զգացի, հեռու չէ, տարածքում է, ու բայց նորից տարածքից հեռու չի կարող լինել, ֆեյսբուքյան իր էջում գրել էր Սոսե Բաբայանը։ Որոնումներին միացած Վան Հարությունյանն էլ ուշագրավ մանրամասներ էր հայտնել ֆեյսբուքյան իր էջում, նրա խոսքով ևս երեխան ողջ է ու շուտով հայտնաբերվելու է։ Այս մութ պատմության մեջ մեկը կա, իրեն եմ փնտրում, ասում է Վանը, չբացահայտելով իր կանխատեսման բոլոր մանրամասները։ Նա նաև նշել էր, որ կապ է հաստատել օտարերկրյա էքստրասենսների հետ, տրամադրել նրանց երեխայի լուսանկարները, նաև լուսանկարներ տեղանքից, իսկ իրեն փոխանցած պատասխանները ինչ-որ չափով համընկնում են հենց իր առաջ քաշած վարկածի հետ։ Նշենք, որ գյուղ են այցելել և որոնողական աշխատանքներին են մասնակցում նաև բազմաթիվ հայ հայտնիներ, ովքեր ևս անընդհատ իրենց սոցցանցի էջերում հրապարակումներ են անում, տեղեկացնելով, որ որևէ նորություն փոքրիկից չկա։ Երկուամյա Տիգրանի անհետացումը ցնցել է ամբողջ Հայաստանը։ Փոքրիկ գյուղի խաղաղ առօրյան մի ակնթարթում վերածվել է ողբերգության։ Բոլորը տխուր են, բոլորը սպասում են, աղոթում ու սպասում են հրաշքի, որը Աստված կարող է կատարել։ Առավոտներ գալիս են, ստից սկսում են, որտեղից որ իրանց պատկերացումով կարող է երեխան գներ, այդտեղից սկսում են մինչև ծովինար։ Ամեն օր, այսօր նորից էլի նոր խումբեր եկել, գիրովականից են եկել,
դրանք մասնավորներ էին էլի իրանք լոդկեքով բանում մարդիկ աշխատում են բարի խիղճ ու օգնում են ամեն ձևի ասենք հոգեպես Փրկար ծառայողները առաջի օրվանից սկսած գետի ամբողջ երկայնքով իրականացրել են որոնողափրկարարական աշխատանքներ եւ ես մինչեւ այս պահը իրականացնում են ներգրաված են եղել Կոտայքի մարզային փրկարարական վարչության ենթակա բոլոր ստորաբաժանումներից շեշտ փրկարարներ, ինչպես նաեւ հատուկ նշանակության ջրափրկարարական ջոկատից եւ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնից փրկարարներ